վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին հարցը հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյան, խնդրեմ պարոն Գևորգյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց եւ վավերացրեց միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման մասին համաձայնագիրը, ինչը ենթադրում է ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում, սա հարկային թափանցիկության կարևորագույն գործիքակազմ է, որը աշխարհը տարիներ շարունակ ներդնում է եւ Հայաստանը սրան ի վերջո միացավ 23 թվականին։ Գործիքը հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր երկրների միջև այս տարի արդեն 40-ից ավել երկրների հետ Հայաստանը իրականացրել է սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակում եւ մեր ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ստացել ենք տեղեկատվություն տարբեր երկրներից։ Նույն տրամաբանությամբ մենք փոխանցել ենք այդ երկրների ռեզիդենտի մասին տեղեկատվություն, խոսքը գնում է հիմնականում բանկային տվյալների մասին։ Նշված փոփոխությունները վերաբերում են տվյալ համաձայնագրի որոշակի դրույթների ավելի հստակեցմանը, որը եւս իր բնույթով միջազգային պայմանագիր է եւ ազգային ժողովի ներկայացում վավերացման համար կառավարության կողմից արդեն իսկ ստորագրված փոփոխությունները հիմնականում վերաբերում են որոշակի դրույթների հստակեցմանը կապված ինքնահայտարարագրի հետ, նույնականացման կանոնների հետ, կազմակերպությունների եւ անձանց հաշվետերերի նույնականացման հետ, այսինքն երբ որ մարդը կամ իրավաբանական անձը հաշիվ է բացում ցանկացած բանկում, Հայաստանում թե արտերկրում, որոշակի նույնականացման պահանջներ կան, որը որ ինչպես նաև ինքնահայտարարագրի կարիք կա, թե որ երկրի ռեզիդենտ է հանդիսանում տվյալ անձը։ Նման պահանջները գործող համաձայնագրով էլ կան, ուղղակի նորում որոշակի տեխնիկական բնույթի հստակեցումներ են արվում, որպեսզի ավելի ճշգրիտ լինի տվյալները, ավելի համադրելի լինեն տվյալները ու հետագա մշակումը դարձնի հնարավոր։ Սա է ըստ էության բովանդակությունը, եթե կլինեն հարցեր, ավելի մանրամասն կանդրադառնամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Կան հարցեր, հարգելի գործընկերներ։ Նաև միայն, այսինքն սրան միացած են աշխարհի 200-ից ավել երկրներ, ամենախոշորներից մինչև ամենափոքրերը։ Շատ լավ։ Այլ հարցեր չունենք, ելույթներ չունենք, ավելացնել բան եք, պարոն Գևորգյան։ Ոչ, շնորհակալություն։ Քվեարկենք հետև, հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին հարցին կողմ, դեմ ձեռնպատ չունենք եւ ովքեր են կողմ, որպեսզի հարցը ներառվի առաջիկա նիստերի օրակարգ, ելի միացեն կողմ, հարակից զեկուցող կարծում եմ պարոն Ղարամանյանը հաճույքով կզեկուցի այս հարցը եւ մենք քննարկում ենք հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, այս նախագծին վաղուց ենք սպասում ազգային ժողովում, պարոն Պողոսյանին էլ շուտ բանից մեր հանձնաժողովում չենք տեսել, հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար տեղակալ Արման Պողոսյանն է, խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Թունյան, հարգելի ներկաներ, իրապես